ուժի մեջ բժիշկները ակնկալում էին մեզ, մասնավորապես պոլիկլինիկայի աշխատող բժիշկները, որ ամեն պացիենտից ստանում են որ 400 դրամ, 800 դրամ նույնվեր ավելի քիչ, ժամանակ եք ծախսում են նոր ծրագրի միջով գրանցում էին եւ այլն։ Եվ իրենք նշում են, որ երբ որ ամիսը վերջանում է, իրենք ստանում էին մոտ 14,000 դրամ, 20,000 դրամ աշխատավարձ։ Ես ուզում եմ իմանալ պոլիկլինիկայի բժիշկները այսքան մինիմալ աշխատավարձը որքան է կազմում, ինչպես նաև հերթագրումները մեծավին ահազանգում էին, որ հերթագրումները շատ են լինում, օրինակ եթե երեխան ջերմում են պոլիկլինիկա, հերթը կարող է հասնել 1-2 շաբաթից, այդ դեպքում իրենք դիմում էին արդեն վիճարելու կենտրոններ, արդյոք դուք տեղյակ եք այս հերթագրումներից, ինչպես կառավարել այս հերթերը, որպեսզի էլավերինակ լինին, եւ ինչպես նաև երբ որ նոր ուժի մեջ մտել ապահովությունը, ասում են, որ մոտ կես տարի հետո այն կարող է բարելավել այս համակարգը, ինչ գնահատական կտաք այս բարելավությամբ ֆինանսիալ այդտեղ չէ, եւ ինչ գնահատական կտաք ինչպես տեսնում եք, ոչինչ չի պայթել, կարող եմ ասել Հայաստանում առողջության համընդհանուր ապահովության ներդրման վերաբերյալ դրական արդեն հաջողության պատմությունը տարածվում է եւ մենք վստահ ենք, որ նման հետեւողական աշխատանքը եւ անընդհատ բարելավման մեր հանձնառությունը Հայաստանում ստեղծված համակարգի եւ ներդրված բարեփոխման առումով մեզ առանձնահատուկ այսպես տեղ է դնելու միջազգային առողջապահական քարտեզում։ Սիրելիներս, հենց ես շատ կարևորում էի, որ 6 ամիսները ամփոփենք, որովհետև գիտեմ, որ հիմա առաջիկայում արձակուրդային շրջան է եւ այլն, բայց հարկ համարեցի, որ նաեւ մեր հասարակությունը տեղյակ լինի եւ վստահ լինի, որ մեր դրած կառուցակարգերը, մեր ակտուարական հաշվարկները իրենց իրական կյանքում ակտուալությունը ցույց տվեցին։ Իհարկե, դեռ առաջին տարին է ապահովագրության ներդրման եւ աշխատանքները նույն տեմպով շարունակվում են եւ շարունակվելու են։ Հաջորդին ինչ վերաբերում է մեր սիրելի բուժաշխատողների աշխատավարձերի փոխհատուցման չափերին, ասեմ, որ այո, առաջին 2 ամիսներին որոշակի աշխատելավոճի նոր այս համակարգը անսովոր էր թե բուժաշխատողների համար եւ ժամանակ պահանջվեց, որ նրան փաստացի մուտքագրեն իրենց կողմից ապահովագրվածների ծառայությունները եւ այս պահին մենք աշխատավարձերի մասով ըստ էության բավարար ավելացումներ ունենք։ Արդյոք սա մեր երազանքի չափն է, իհարկե ոչ, բայց տեսեք, միայն ապահովագրության ներդրման արդյունքում մենք միջինում առաջնային օղակում 30-ից 40% աշխատավարձի աճ ունենք։ Սա նշանակում է, որ բոլոր բժիշկներին է բարձացել, սա նշանակում է մեծամասամբ բոլորին է բարձացել է, բայց լինում են առանձնակի ամբուլատորիաներ, ովքեր օրինակ ունեն որոշակի ֆինանսական բարդություններ նախկինում կուտակած պարտքերից եւ պարտքերը վճարում են, որպեսզի արդեն առողջացած կարողանան բավարար հավելյալ գումարներ վճարել իրենց ուրեմն մասնագետներին։ Ես ասեմ, որ սա վերաբերում է ոչ միայն բժիշկներին, այլ նաեւ միջին բուժանձնակազմին։ Այստեղ հարց ունենք, որ մենք անցել ենք արդյունքային աշխատավարձի տրամաբանությանը։ Բժիշկը, նեղ մասնագետը, եթե չի սպասարկում եւ որևէ պացիենտ օրվա ընթացքում չի ունենում, այո, նա աշխատավարձի առումով կունենա բարդություններ։ Կամ եթե աշխատում է 3 ժամ օրինակ, այո, նրա աշխատավարձը ըստ էության չի կարող երևի թե բավարարել։ Բայց մեր բոլոր նեղ մասնագետները, ովքեր որ ունեն ծանրաբեռնվածություն, նրանց աշխատավարձը անգամներով աճել է։ Մեր ակնաբուժների, նյարդաբանների եւ էլի շատ մասնագիտություններ ունեցող անձանց աշխատավարձը չեմ ասում տոկոսով, անգամներով աճել է, ինչը հենց մեր նպատակն է եղել։ Այո, դիմելության հաշվին, նրա հաշվին, որ նախկինում, օրինակ, նյարդաբանը կսպասարկեր 1 հոգու թե 1000 հոգու, ստանում էր նյարդբանով իրեն կցագրված անձանց հաշվարկով միջին հաշվարկային աշխատավարձ, ասենք, չգիտեմ, 200,000 դրամ։
կչարչարվեր, թե ոչինչ չէր անի, դրանից իր աշխատավարձը ըստ էության չէր փոխվի։ Բայց հիմա նյարդաբանը ելնելով նաև իր մասնագիտական որակավորումներից եւ երբ որ մարդիկ գնում են իր մոտ խորհրդատվության, ասում են հնարավորություն ունի կրկնապատկելու անգամներով ավելացնելու, ունենք մասնագետներ, ովքեր 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակով։ Ես դες ասեմ, որ նաև մեր ֆիզիատրների, տուբերկուլոզի հիվանդներին սպասարկող անձանց համար, ինչպես ես խոստացել էի, մենք նրանց արդեն ունենք տվյալներ, ովքեր են ուզում վերապատրաստվեն, մենք նրանց կընդգրկենք նպատակային ծրագրերում, իսկ այս ընթացքում է որոշ ամեն պոլիկլինիկայի հնարավորություններից ելնելով եւս ժամանակավոր լուծումներ ենք գտել, որպեսզի նրանք ժամանակ ունենան վերապատրաստվելու։ Այսինքն այս բոլոր հարցերը մեծամասամբ լուծված են։ Հերթերի Դե ընդհանուր առմամբ գործում է նվազագույն աշխատավարձի կանոնը եւ սա էլ կապված է հաստիքից։ Շատ դեպքերում մեր պոլիկլինիկաներում անձինք ամբողջ հաստիքով չեն աշխատում, այսինքն ամբողջ ժամով չեն աշխատում։ Սա էլ է իհարկե ազդում աշխատավարձի վրա։ Այսինքն աշխատավարձի չափը մեծամասամբ կախված է անձից, թե ինչքան ծանրաբեռնվածություն կունենա այդ անձը։ Ինչ վերաբերում է հերթերի, ասեմ, որ ինչպես նշեցի, վերջին 1 շաբաթվա ընթացքում մենք զգում ենք դիմելության այսպես կայունացում եւ ինչ որ առումով նաեւ թեթևացում, բայց այս ընթացքում էլ ուրեմն առաջնային օղակում մեր միջին սպասելու ժամանակը չի անցել 2 շաբաթը, այո մենք ունենք թերապևտներ, ովքեր որ շատ պահանջված են եւ այո նրանց մոտ կարող է անհատ թերապևտների մոտ ավելի երկար լինի սպասման ժամանակը, բայց միջին հերթագրման ժամկետը 2 շաբաթ է, ինչը համարվում է շատ լավ ցուցանիշ։ Եվ պետք է տարբերենք հարգելի գործընկերներ, որևէ մեկը հրատապ դեպքերի մասով չի ենթադրում, որ անձը պիտի հերթագրվի, եթե դա էմերջենսի իրավիճակ է, ինքնազգացողության կտրուկ վատացում եւ այլն եւ այլն եւ այլն, տրավմա, չգիտեմ, 1000 ու մի բան, որոնք որ ենթադրում են արագ բուժ սպասարկում, ապա նրանք առանց պոլիկլինիկական օղակի դիմում են բժշկական կենտրոններ էմերջենսի ծառայություն, որը շատ լավ գործում է, ես ասեմ, որ այս մասով էլ մեր քաղաքացիների գոհունակությունը բավական մեծ է, բայց դե հարգելի գործընկերներ, եթե հարցը դառնա էմերջենսի, կգնա էմերջենսի, չի դառնա էմերջենսի, կմնա հերթում։ Դե թույլ տվեք մասնագետները այդ տրիաժավորման համակարգը, որը շատ հստակ գծագրված է մեր ընթացակարգերով, հետևում են եւ այս ընթացքում էլ որևէ մեկը չի եղել, որ էմերջենսի կարիք ունենա եւ չկարողանա այդ էմերջենսի ծառայությունները ստանալ հերթագրման արդյունքում։ Իսկ պլանային բուժօգնության արդեն հիվանդանոցային առումով ելի մենք հերթագրումներ չունենք։ Այսինքն այստեղ եւս անձինք 1-2 շաբաթվա ընթացքում իրենց ծառայությունները ստանում են։ Սա է մեր ընդհանուր վիճակը։ Իհարկե, մենք աշխատելու ենք, տեսեք, մեր թվային գործիքները ել ավելի կատարելագործենք, այդ, գիտեք, մեկ մասնագետից մյուս մասնագետի մոտ ուղեգրման հատվածները փորձենք ավելի հարմարավետ դարձնենք մեր պացիենտների համար։ Եթե արանքում պրոցեսներ կան, որ մեր գնահատմամբ կարիք չկա դրանց կհանենք։ Այսինքն սա աշխատանք է, որ մենք դեռ շարունակելու ենք։